Այո, Տիկին Դավոյան, ներողություն խնդրել է պարոն Ղազարյանը, 3-2 անգամ, բայց գործընկերոջս պարոն Ալեքսանյանի անվան վերջին Ն տառը չարտասանելու համար 2 անգամ ու անկեղծորեն։ Այսինքն մարդը գիտի ներողություն խնդրելու ձև, երբ որ սխալվում է, ներողություն է խնդրում, եկավ պարոն Ղազարյանը։ Այսինքն սրանից ենթադրելի է, որ սակրավորների մահը ցանկանալը սխալմունք չէր, եւ նա ներողություն չի խնդրում, բայց ես նորից եմ հորդորում, խնդրում եմ մեր քաղաքացիները իրավունք ունեն եւ արժանի են, որ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը տեսակետ հայտնի կիսում է այդ մոտեցումը, թե չէ, զինվորի մահի ցանկանալը։ Երևի ելույթ չի ունենա եւ թե պարոն Մեսրոպ Մանուկյանը ընդունած լիներ այն բարեկամական խորհուրդը, որ սա այլևս իրենց հեռախոսի էկրանները չեն, որ ինչ ուզեն խոսեն ու մնա անպատասխան։ Պարոն Մանուկյանի իհարկե գործունեությունը ես իրականում գնահատում եմ եւ շնորհակալ եմ, որ հետեւողական է, որ ինչ որ մի սխալ է տեսնում, հրապարակային ասում է, շատ լավ է։ Մենք էլ ենք նույնն անում, բայց ախր պարոն Մանուկյանը այն մարդու օգնականն է եղել, ով Էջմիածնի իր տան փողոցը, որը պետք է պատկաներ բոլորի քաղաքացիներին, փակել էր, արգելափակոց էր դրել, շլագբաուն աշխատանքային լեզվով ասած ձեր, որպեսզի մարդիկ չկարողանան այդտեղ ելումուտ ունենան։ Եվ այս բանի կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկի այս կերպարը հեչ համահունչ չէ նրա հետ, ինչին նա բախվել է վստահաբար եւ չի բարձրաձայնել։ Օրինակ Էջմիածնի ես հիմա կկարդամ շատ քիչ մասը այն գույքի, որը ղեկավարը պարոն Մանուկյանի Մանվել Գրիգորյանը մասնավորեցրել է պետական հանրային սեփականությունը։ Օրինակ Էջմիածնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց 19 փողոցում գտնվող ՊԲ-ին պատկանող զորամասը 1, Մաշտոցի 109 հասցեում գտնվող գիտելիքի տունը։ Ոչինչ, Տիկին Լիլիթ Գալստյան, օրինակ դուք եթե հաշտ եք եղել սրա հետ, ես կզարմանայի։ Ճոբանքարա խճուղու հացի գործարանը, Պատկանյան 1 հասցեում գտնվող կենցաղի տունը, իդեպ շատ հետաքրքիր է, այս կենցաղի տունը օրինակ ժամագործներ, դերձակներ, տարբեր մարդիկ են այդտեղ աշխատել եւ գուշակեք թե ինչ շինության է, ինչ հաստատության է վերածվել այս հաստատությունը։ Մանվել Գրիգորյանին անցնելուց հետո գիշերային ակումբի, այո, դերձակներին, կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները։ Եվ սրա հետ Մեսրոպ Մանուկյանը խնդիր չի տեսել ու չի բարձրաձայնել։ Լուսավորիչ 1 հասցեում գտնվող մարզադահլիճը, էլի Տիկին Գալստյան, ձեզ սա կհետաքրքրի։ Կենտրոնում գտնվող նախկին այգու տարածքները, իդեպ այստեղ սրճարան է սարքել։ Թումանյան 2 հասցեում գտնվող շուկան, Ալավերդյան 18 հասցեում գտնվող շուկան, Վազգեն առաջին հասցեում գտնվող նախկին հյուրանոցի շենքը, Նարդոս 3 հասցեում գտնվող նախկին Ումիվերմագի շենքը, Մեծամորի Ակնալիջ գյուղի պանսիոնատը, Քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքը եւ ես իմ ժամանակը ուզում եմ խնայեմ եւ չշարունակեմ, էլ ինչեր է մասնավորեցվել։ Եվ դրա համար պետք է մի քիչ հասկանալ, որ երբ որ դու տենց խոսում ես, պետք է նաև պատասխանես, թե այն ժամանակ ինչի չես խոսել։ Կարող է վախեցել, որ օրինակ այդ բանը, այդ ժինջիլները, թույլ տվեք ասել, իր վզին էլ կհակնեին, եթե ինքը փորձեր հակադրվեր իր ղեկավարին։ Հետո ես Պարոն Կարապետյան, օրինակ նախորդ գումարման ազգային ժողովում մի արատավոր երևույթ կար, ես շատ հուսով եմ, որ դա չի կրկնվի, երբ ադրբեջանական հակահայ թեզերը այստեղ տիրաժավորվում էին ընդդիմադիր պատգամավորների կողմից։ Օրինակ շատ բարձր է հնչել Զանգեզուրի միջանցք, մեղրին կտրվում է Հայաստանի Հանրապետությունից, այս թեզը Ադրբեջանում գեներացված։ Հայաստանի ընդդիմությունը մեծապես օգտագործել։ Տիկին Աննա Գրիգորյանը 100 անգամ ասել է, որ դա միջանցք է, երբ օգոստոսի 8-ի փաստաթղթերը հրապարակվեցին եւ այլևս անհնար էր դա ասել, ասաց ես ոչ չեմ ասել դա բան է, Զանգեզուրի միջանցք է դա, ես դա չեմ ասել։ Այդ կտորները իմ էջում էլ է հրապարակված, եթե պետք լինի նորից կարող եմ նաեւ ցույց տալ։ Այս թեզը հեշտությամբ կոտրվեց, որտեղ օգոստոսի 8 ունեցանք։ Դրանից հետո սկսվեց մյուս հակահայ ադրբեջանական թեժի տիրաժավորումը արդեն ձեր կողմից եւս եւ այս ամբիոնից ես եւս լսել եմ այդ մասին, դա արևմտյան Ադրբեջան խոսույթն է։ Երբ այս թեզը հիմնականում տենց շատ շրջանառվել է 2023 թվականին եւ մենք վարչապետի գլխավորությամբ շատ ակտիվ սրա դեմ պայքարել ենք, անգամ միջազգային հարթակներում կարող եք գտնել վարչապետի ելույթները եւ
ադրբեջանցի պաշտոնյաների հենց դիմաց խոսակցությունները եւ այս դեպքում մենք իհարկե աջակցություն չստացանք Հայաստանի ընդդիմության կողմից, այս հայանպաստ գործունեությանը աջակցություն չստացանք, բայց այստեղ շարունակվեց էլի հակահայ ադրբեջանական քարոզչությունը այս երկրում, այս ամբիոնից Հայաստանի պաշտոնյաների կողմից։ Սա նաև աղետ դարձավ այն ժամանակ, քանի որ համընկավ նախընտրական շրջանի հետ։ Դուք եւ մյուս խմբակցությունները միլիոններ ծախսեցին այս թեզը PR անելու համար։ Հասկանում եք, Հայաստանի ամենահարուստ հայ բարերար Սամվել Կարապետյանը իր միլիոններից տրամադրեց հակահայ ադրբեջանական թեզերը PR անելու համար, նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը։ Եվ սա շատ վատ է։ Ես հիմա մեծ հույս ունեմ, որ խորհրդարանում սա չի շարունակվի, որովհետև հիմա դուք գայս եք մեզ մեղադրում եք, որ ադրբեջանցի պաշտոնյաները այլևս չէին խոսում դրա մասին, ուզում եմ նաև սա էլ ֆիքսենք տևական ժամանակ, եւ հիմա դուք այս սրա մեջ մեզ մեղադրում եք այն ժամանակ, երբ որ դուք խաղաթուղթ եք տվել մյուս երկրի ձեռքում, ցույց տալով Հայաստանի վախը այս թեզից։ Դուք խաղաթուղթ եք տվել, հիմա մեզ մեղադրում եք, որ որոշ ՀԿ-ի ներկայացուցիչներ ինչ որ համաժողովներ են անում։ Շատ վատ է, դա մենք ասել ենք, բայց եկեք միասին հայանպաստ գործունեությամբ զբաղենք, մի տիրաժավորեք, մի շարունակեք այդ թեզի առաջխաղացումը Հայաստանի Հանրապետությունում։ Այս արդեն ահագին ժամանակը լսում եմ պարոն Մանուկյանն էլ երեք, մենք 600,000 ձայն ենք ստացել, ես չեմ հասկանում ես ինչ մաթեմատիկա է, հարգելի գործընկերներ։ Ուրեմն երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ստացել են 485,000 ձայն, 33%-ը։ Սա ոչ մի կերպ 600,000 չէ։ Սրան եթե գումարում ենք անգամ ԲՀԿ-ի ձայները, էլի չի դառնում ոչ մի կերպ 600,000, սա 543,000 է։ Եթե սրան գումարենք նաև մյուս ուժի, լավ, չասեմ եռագլուխ, պոչ, բան, մյուս ուժի ձայները մեկ է ոչ մի կերպ չի դառնում 600,000։ Սա էլ պատերազմի զոհերի թիվը չի, որ հազարներով, տասնյակ հազարներով ավելացնում եք։ Եվ պարոն Ֆարմանյան, այս ամբիոնից որքան էլ փորձեք, չեմ գտնում, որ հայացքով խոսեմ հետը, որքան էլ փորձեք ձեզ վանեք ռուսամետ ուժ լինելու, խարան չասեմ, բայց այդ պիտակից չի ստացվի։ Եթե դուք 5 տարի շարունակ 5,000 անգամ ասեք, մենք մի ելույթում 2 անգամ ասեք, մենք ռուսամետ չենք, սա ոչ մի կերպ չի չեզոքացվի, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահը անձամբ է ասել ձեր մասին, որ դուք ռուսամետ ուժեր եք։ Դրա համար գործունեության ընթացքում իհարկե շատ ուրախ կլինեմ, որ ապացուցեք, որ դուք հայամետ ուժեր եք, ոչ մի բանամետ չեք։ Շնորհակալություն։